Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույսերի ժողովուրդ, այսօր փետրվարի 16-ն է, ես խոսում եմ ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Այս ելույթս ունի առանձնայքի բնույթ, ինչի հետ է պայմանավորված։ Ես իհարկե նախատեսել էի, որ ընտրություններին ընդառաջ մեր, այսպես ասած, քաղաքական դաշտի ընդդիմադիր գործիչները կգնան ամենավերջի քայլերին, բնականաբար դա բոլոր երկրներում կա։ Բայց որ կգան կհասնեն նաև իմ մորը Սուսաննա Ղազարյանին, պետք է մի քիչ պատկերացումից բնվել էր։ Պետք է խոստովանել։ Օգտվելով առիթից, որ ես տեղ եմ, Սուսաննա Ղազարյանը գտնվում է, այսպես ասած, իմ տեսադաշտից դուրս, մերս ընդդիմադիր դաշտի բոզից տղեկը դուրս են եկել կնոջ վրա, տարբեր ալիքներով, տարբեր մոտիկ եւ հեռու մարդկանցով, ինչու՞ չէ նաև իմ կուսակցության մեջ մտող մարդկանցով, ես արդեն գիտեմ, որտեղից է գալի քամին, կին արմատ նաև Գյումրի քաղաքից, ես հիմա հեռական զգուշացնում եմ նաև այդ կնոջը Գյումրի քաղաքից, Այբենարանի 29-րդ տարով վրենց համապատասխան քաղաքացիական անունը կրող, որ եթե մյուս անգամ կապի դուրս եկել Սուսաննա Ղազարյանից, խնդիր կունենա ինձ հետ։ Անձամբ ինձ հետ։ Շատ կուլտուրական եմ, առանց էմոցիաների, եւ սկսել են Սուսաննա Ղազարյանին մոլորեցնել, որ քո տղայի փաստաբանը, քո տղայի կուսակցության շտաբի պետը մանդատ է ծախում։ Նախ մանդատ չեն ծախում, դա մեկ։ Սուսաննա Ղազարյանը շարքային բուժքույր է եւ գաղափար չունի ինչ է նշանակում ընտրություն։ Ամեն ինչ անում են, որպեսզի ձո կուսակցությունը չգնա ընտրությունների։ Գտնում են քոչարանական լրագրող, ինչ է այս աղջկա անունը, Անի Ներկարարյան։ Ուրեմն ես նաև ուզում եմ զգուշացնել շատ կիր ձևով։ Սա առաջի անգամն է, չեմ ուզում մի անգամից ասեմ իմ սեռական բառապաշարին, Անի Ներկարարյան, մյուս անգամ։ Եվ որևիցե մի լրագրող, եթե հանկարծակի փորձի հարցազրույց վերցնի Սուսաննա Ղազարյանից, այդ լրագրողի ռոպերանը ես կանեմ մեկ։ Բարիս ամենաբուն իմաստով։ Ուրեմն հիմա լսում եք ուշադիր։ Ես անվեհապահորեն վստահում եմ Լևոն Բաղդասարյանին։ Եվ Լևոն Բաղդասարյանը իմ նախընտրական կամպանիայի գլխավոր շտաբի պետն է։ Լևոն Բաղդասարյանը մանդատ չի վաճառում։ Չնայած յուրաքանչյուր կուսակցություն, որը որ գնում ընտրությունների, այն տեխնացիաները, որոնք ուզում են մտնել առաջին տասնյակ, հետո չգիտեմ 20-յակ, պիտի ինչ-որ որոշակի գումար դրեն դրա մեջ, բայց հələ երբ դրան չի հասել անգամ, որովհետև մենք ցուցակ անգամ չունենք։ Համագումար պիտի լինի, համագումարը կրնի կվերջանա, որ դրանից հետո մենք ասենք բուն գործողություն են։ Եվ ներկայանելով Սուսաննա Ղազարյանին փորձելով դրանով ապակայունացնել, չգիտեմ, հեղինակազրկել դու կուսակցությունը, չի ստացվի։ Եվ դու կուսակցությունը գնալու է ընտրությունների։ Սուսաննա Ղազարյանը խոսա, կհամոզե, կհանեք ինտերվյու կտա եւ այլն, դա չի կարող ազդել իմ վարկանիշի վրա։ Չի կարող, եւ չի կարող ազդել դու կուսակցության վարկանիշի վրա։ Այսօր այդ կուսակցությունը միակն է, որ պատասխանում է Ադրբեջանի նախագահին։ Ի տարբերություն մյուս բոլոր ընդդիմադիր գործիչների, որոնք ընդամենը դրանց ուշքումիցը աթոռ գողանալն է, դստեն վարչապետ, դստեն պատգամավոր։ Բայց դրանցից ոչ մեկը չի հելնում եւ հրապարակայնորեն չի պատասխանում Ադրբեջանի նախագահին, ասես ինչ ես անում, ինչ ես ուզում, ինչ է նշանակում Արցախը իմն է, ինչ է նշանակում կայդոր պիտի լինի, ինչ է նշանակում իմ քաղաքացին առանց պասպորտ կոնտրոլի պիտի մտնի այդ երկրից, իսկ երկիր կա, որտեղ առանց պասպորտ կոնտրոլի մտնում ու հելնում է։ Մենակ աթոռակրվեկանը, մենակ հնեք Սուսաննա Ղազարյանի վերել, համոզեք, ինչ է բուժքույր կնիկ, ծանր ստրեսի մեջ, տղեն մի տարի ապկողը չի բույ, չգիտեմ, մոլորեցնեք, ուղղակի հետ խաղակ, ես մի չերկու Բանալեք, հրասեք, վերջում լրագրող դեմ տակ, լրագրողն էլ հլի բինտերվյու հարցազրույց բնվեկալի, Անին Քոչարյանական, ինձ հազիվ եմ զսվում, որ Անի որ ռուպեանը մեկ չեմ անում։ Ասեմ, դե հիմա լսել է դոգի մենա թափով ինտերվյու բնվեկալ է։ Աղջիկ ջան, խելքդ գլուխդ հավաքի։ Երկրորդ անգամ, եթե որևիցե մի լրագրող համարձակվեց դոգի մորից ինտերվյու բնվեկալ, ես էլ լրագրողի դլոկը կաշել կիտո բենի։ Ես խուսացում եմ իմ կուսակցության մեջ այսպես կոչված գտնվող մարդկանց, այլևս կապի դուր չգան Սուսաննա Ղազարյանի հետ։ Եվ դեզինֆորմացիա չտան Սուսաննա Ղազարյանին։ Առանձնագիր զգուշացեցի Գյումրի քաղաքում գտնվող այդ կնոջը։ Եթե իրանց թվում է, թե ես տեղյակ չեմ, սխալվում եմ։ Եվ ես նորից կրկնում եմ, անվեհապահորեն վստահում եմ Լևոն Բաղդասարյանին։ Սուսաննա Ղազարյանի կարծիքը դա Սուսաննա Ղազարյանի կարծիքն է, թողնա իրա մեջ։ Եվ մինչև համագումարի ավարտը
Իմ արտակարգ եւ լիազոր ներկայացուցիչը Լևոն Բաղդասարյանն է։ Այսքանը սա է ուզում ասել։ Իսկ այն ինչ պատրաստում էի ասել հետո, կասեմ հետո։ Խնդրում եմ մաքսիմալ տարածել եւ իր գիտություն բանտունել բոլոր իմ կուսակցության անդամները։ Միանշանակ։ Այսքանը, շնորհակալություն։ Եվ այս հայտարարության հետ մեկտեղ ուզում եմ ավելացնել, որ ասնավստեմ վրագամ լազլում։ Եվ այսպես, փետրվարի 28-ին, ժամը 12:00-ին, դուք կուսակցությունը հրավիրում է համագումար Արմենիա Մարիո Ծուլյանոցի առաջին հարկում Տիգրան Մեծ դալիճում, ինչպես որ միշտ արել եք։ Բոլոր կուսակցության անդամների ներկայությունը եւ պատվիրակների պարտադիր է։ Նորից եմ կրկնում, փետրվարի 28-ին, ժամը 12:00-ին, շաբաթ օր, այսինքն եկող շաբաթ, Արմենիա Մարիո Ծուլյանոցի առաջին հարկ Տիգրան Մեծ դալիճ տեղի կունենա դուք կուսակցության համագումարը։ Կուսակցության անդամների ներկայությունը պարտադիր է։ Հարգանքներով ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։